Բարև ձեզ, եթերում արտակարգ ալիքն է, ներքին գործերի նախարարությունը ձեր ուշադրությանը ներկայացնում մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածի արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործունեությունը, հանրապետության տարածքում գրանցված դեպքերն ու պատահարները։ Նախորդ շաբաթվա համեմատ նշված ժամանակահատվածում նվազել են արտակարգ պատահարները։ 2021 թվականի մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արձանագրվել է 690 զանգ։ Հրդեհի մասին գրանցված 7 կանչից 4-ը բռնկվել է 4 խոտածած տարածքներում, մեկը բնակելի շինությունում, մեկը տրանսպորտում։ Հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջման աշխատանք եւ ժամանակին մեկուսացրել կրակը։ Մասնակի այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող Նիսան Տիանա Մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը։ Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ծառայության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը։ Հրդեհի դեպքերից Մարտունիում տուժել է 1 քաղաքացի։ Ստացված այրվածքներով վերջինս տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Պատերազմից հետո Արցախի տարածքում հայտնված ռազմամթերքի որոնման եւ դրանց ոչնչացման աշխատանքները շարունակվում են առանց դադարի ռեժիմով։ Ծառայության սակրավորական խմբերի հետ մեկտեղ գործընթացին լծվել են հումանիտար ականաձերծման կենտրոն հիմնադրամը, The Halo Trust կազմակերպությունը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության գործընկերները։ 7 օրվա ընթացքում արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները հայտնաբերել եւ ոչնչացրել են Գրադ կայանքից արձակված BM21 տեսակի 16 հրթիռ, թնդանոթի 5 արկ, հրթիռակասետային 6 ռումբ, Vogue 17 տիպի 7 նռնակ եւ ականանետի 82 մմ-անոց 6 ական։ Օձի հայտնաբերման մասով ստացվել է 5 կանչ։ Սողունները հայտնվել են բնակելի տներում, փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են անվտանգ վայր։ Շաբաթվա ընթացքում գրանցվել է կենցաղային բնույթի 33 կանչ, փրկարարները տեխնիկական օգնություն են ցուցաբերել 18 բնակչի։ Ջուր է մատակարարվել Ասկերանի շրջանի 3 գյուղի բնակիչներին։ Պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած զինծառայողների աճյունների որոնման նպատակով ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում ելք չի կատարել։ Բանակցություններ են տարվում որոնումները շարունակելու համար։ Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է։ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով փրկարար ծառայության գնդապետ Գառնիկ Ավագիմյանն ազատվել է ծառայության քաղաքացիական պաշտպանության եւ աղետների հետևանքների վերացման շտաբի պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնին։ Նախարարը 3 հունիսի 2-ին արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական ապարատի պատասխանատու սպաներին է ներկայացրել Գառնիկ Ավագիմյանին, շնորհավորել, նշելով, որ մեր միասնականությունից ու կոլեկտիվի ներքին համերաշխությունից է կախված ոլորտի հաջողությունը։ Ունակությունները, գիտելիքները եւ փորձը ինչ որ գիտեմ կարողանում եմ ներեմ դնելու արտակարգ իրավիճակի պետական ծառայության կողմից մեր խնդիրների կատարման գործում հաջողական շնորհակալություն։ Կարեն Սարգսյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Սամվել Պետրոսյանին երկարամյա ծառայության համար, ով Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնին։ Ըստ նախարարի, համակարգի փորձառու ծառայողներն իրենց տարիների փորձն ու գիտելիքներն այսուհետ եւս կշարունակեն ծառայեցնել համակարգի գործունեության արդյունավետությանը։ Հրաժեշտ չեմ տալիս մեր փրկարար ծառայողներին, ես այստեղ շատ բան եմ սովորել, նոր ձևով եմ մոտեցել կյանքի տարբեր, այսպես ասած, իրավիճակներին եւ նույն ձևի որքան ոստիկանությունը, այնքան էլ փրկարար ծառայությունը պետքական է մեր ժողովրդի համար։ Պիտի ծառայենք եւ մեր ծառայությամբ մենք իրոք որ ծառայություն մատուցենք ժողովրդին։ Շնորհակալ եմ, նորից եմ կրկնում ամեն ինչ կարելի իմ կողմից, որպեսզի այդ բարձրավստահությունը ես արդարացնեմ։ Շարունակենք ծրագիրը։ Ներքին գործերի նախարարության համակարգում բարեփոխումները շարունակվում են։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնում, որի շինարարական վերանորոգման վերակառուցման աշխատանքները մեկնարկել էր պատերազմից առաջ, շուտով բացման արարողությունը կազդարարվի։ Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում շինարարական վերջին աշխատանքներն են իրականացվում։ Ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ուղեկցությամբ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը 3 այցելել է շրջանային բաժին, գնահատել կատարված աշխատանքը, հետաքրքրվել ծառայողների տրամադրվածությամբ, ծանոթացել խնդիրներին, տվել նոր հանձնարարականներ։ Բաժնի նյութատեխնիկական բազան բոլորովին վերջերս նոր հրշեջ մեքենայով է համալրվել, իսկ բարեփոխումները քայլ առ քայլ կշարունակվեն։
Նախարարը շրջել է արդեն իսկ վերանորոգված սենյակներով, ցուցումներ տվել շինարարներին։ Տարածքի ասֆալտապատումը կմեկնարկի շուտով, իսկ մինչ այդ պետք է վերացվեն թերությունները։ Սահմանամերձ Ասկերանի շրջանային բաժնում պետք է եւ պարտավոր ենք ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի փրկարար ծառայողները որևէ խնդիր չունենան։ Ընդգծել է Կարեն Սարգսյանը, նշելով, որ նոր ու ժամանակակից պայմանները ոչ միայն կխթանեն ծառայության որակի բարձրացմանը, այլև ծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը կնպաստեն։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության եւ ոստիկանության շրջանային ու տարածքային բաժինների նախարարի այցերը կշարունակվեն նաեւ առաջիկայում։ Հունիսի 1-ին երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան շնորհավորանք է հղել ներքին գործերի նախարարը։ Երեխաները երկրի ներկան են եւ ապագան, իսկ ապագան ուժեղ հիմքերի վրա կառուցելու համար այսօր անելիք ունենք բոլորս։ Առաջնահերթը մեր երեխաներին արժանապատիվ խաղաղ մանկություն պարգևելն է, որին էլ միտված է մեր ամենօրյա ծառայությունը եւ իհարկե որակյալ կրթությամբ ապահովումը։ Ապագան երեխաներինն է եւ նրանց մեջ կարելի է տեսնել Արցախի վաղվա օրը, քանի որ նրանք են լինելու երկրի նախագահի, ուսուցչի, շինարարի, բժշկի, վերջապես փրկարարի ու ոստիկանի արժանի հերթափոխը, նշել է Կարեն Սարգսյանը։ Տարվա հիմնական միջոցառումների պլանի համաձայն արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում կազմակերպվել է հրշեջ կիրառական մարզաձևից մրցույթ։ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հասարարությամբ անցած շաբաթ կայացել է մրցույթի հանրապետական փուլը մասնակցությամբ ծառայության փրկարար ուժերի վարչության եւ շրջանային հրշեջ փրկարար մասերի հավաքական թիմերի։ Հրշեջ կիրառական միջոցառումները փրկարար ծառայողներին հնարավորություն են տալիս զարգանալ որպես թիմ, որն էլ մեծ դեր է ունենում ծառայության որակի բարձրացման գործում։ Մրցույթի ժամանակ իրականացվել են տարբեր տեսակի վարժություններ, այդ թվում սահմանված ժամանակի ընթացքում 100 մետր արգելագոտու հաղթահարում, եռածունկ սանդուղքի բացում եւ 10 մետր բարձրության հաղթահարում, հրշեջ մարտական հանդերձանքի հագնում, մարտական բացազատում։ Նախքան հանրապետական փուլի մեկնարկը թիմերը 6 ամիս շարունակ լավագույնը լինելու ձգտումով իրականացրել են շուրջօրյա պարապմունքներ։ Կիրառված հնարքներն ու տեխնիկական միջոցառումները էլ ավելի կբարձրացնեն հրշեջ փրկարար մասերում ծառայության կազմակերպումը։ Մրցույթի ընթացքում կանոնների խախտումների դեպքերը տեղում արձանագրել եւ ցուցումներ են տվել ինչպես մրցավարները, այնպես էլ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը։ Մարզական միջոցառումը ղեկավարել է ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրոմյանը, գլխավոր մրցավարը փրկարար ուժերի վարչության պետ Հրանտ Գասպարյանը։ Միջոցառման ավարտին սպասված պարգևատրման արարողություններ։ Պատվոգրերով ու թանկարժեք նվերներով պարգևատրվել են ոչ միայն թիմերը, այլև իրենց լավագույնս դրսևորած 100 մետր արգելագոտին հաղթահարած անհատ հրշեջները։ Առաջին տեղում Ստեփանակերտի հրշեջ փրկարար մասն է, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մարտակերտի, երրորդը Ասկերանի, չորրորդ տեղում Մարտունու հրշեջ փրկարարական պահակախմբերի հավաքական թիմը։ Հրշեջ կիրառական մարզաձևի փակման արարողության ավարտին ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի արտակարգ իրավիճակների շրջանային բաժիններին հանձնել է բոլորովին նոր հրշեջ մեքենաներ, որը ծառայությանը նվիրաբերվել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հումանիտար աջակցության ծրագրի շրջանակներում։ Նախարար Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունից այսօր Ասկերանի արտակարգ իրավիճակի բաժնի ավտոպարկը համալրվեց նոր հրշեջ ԿԱՄԱԶ ավտոտեխնիկայով, որը ել ավելի կբարելավի շրջանի հրշեջ փրկարարմասի աշխատանքը քաղաքացիներին ավելի նպաստավոր ծառայություն մատուցելու համար։ Նոր հրշեջ մեքենայի տրամադրումը Մարտունու շրջանային բաժնին առավել ևս բարձրացնել շրջանային բաժնի մարտունակությունը հրդեհաշիժման փրկարարական աշխատանքներին։ Ամբողջ բաժնի ազնագազմի անունից շնորհակալություն ենք հայտնում ներքին գործերի նախարարին։ Ներքին գործերի նախարարի հրամանով հերթական մրցույթը կազմակերպվել է ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ 4 խմբերի միջև։ Համաձայն նախապես մշակված սցենարի իրականացվել են հետևյալ գործողությունները. Ժումարով վերելք 5-րդ հարկի բարձրության հաղթահարում, դելտա համակարգով տուժածի տարհանում, անվտանգության հանդերձանքի հագնում։ Մրցույթը նպատակ ունի ստուգելու օպերատիվ խմբերի պատրաստակամությունը եւ պատրաստվածությունը, ինչպես նաեւ գործողությունների ընթացքում առանձին փրկարարների պարտականությունների կատարումը։ Նախքան մրցույթի մեկնարկը փրկարարներն ամիսներ շարունակ պարապել են ամենօրյա ռեժիմով։ Շուրջ 5 ամիս շարունակ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ փրկարարական եւ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման խմբերը պատրաստվել են մասնագիտական մրցումների։ Նման մրցումների կազմակերպվելու են հաճախակի
այն նպաստում է ծառայության աշխատանքին։ Մեր ծառայողները պատրաստ են բնակչության օգնություն ցուցաբերել եւ կատարել իրենց արժեվ ծառացած խնդիրները։ Միջոցառմանը մասնակցել է ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը։ Ստորաբաժանման խմբերին տրվել են համապատասխան հանձնարարականներ, արձագանքման պլանների վերանայման, առկա թերությունների վերացման եւ ծառայության արդյունավետ կազմակերպման համար։ Գլխավոր մրցավարը ծառայության տնօրենի տեղակալ գնդապետ Սամվել Հայրումյանն էր, իսկ մրցավարները փրկարար ուժերի վարչության, ինչպես նաեւ պլանավորման եւ պատրաստման բաժնի սպաները։ Առաջին տեղում առաջին օպերատիվ խումբն էր։ Վերջում պատվավոր տեղեր զբաղեցրած թիմերն արժանացել են պարգևների։ Հարգելի հայրենակիցներ, այսպիսի նրանցնող շաբաթը հրաժեշտից առաջ հիշեցնենք ներքին գործերի նախարարության բոլոր ստորաբաժանումներն աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Ցանկացած իրավիճակում հիշեք 911 101 կամ 112 փրկության համարները։ Առողջ եղեք։